Նեղացնում ես, է։ Նեղանում ես։ Դե հա, որ նեղացնում ես, նեղանում եմ։ Լավ է, հետո, նու բարջան, բաչ ես ասի, են մեր հարևան գյուղը որ կա, է։ Ձախորդաբանը։ Հա, ձախորդաբանը։ Ուրեմն պատվում են, ժողովուրդ ջան, որ այդ ձախորդաբան գյուղում Փանոս անունով մի մարդ էր ապրում։ Մի օր այս Փանոսն իրենց տունը կրակ է վարում, այդ կրակից երթիկը հրդեղում փուլ է գալիս։ Կինն էլ ասում է թե բա հայ Փանոս, ինչ ես այդպես նստել, ապա վերկած գնա անտառ, մի հաստապուն ծառ կտրի, վեր գերան սարքեք, տան երթիկը նորոգեք։ Այս խելոքներ նստում է սերի վրա, ես դերը լծում ու հայդեր է մի անտառ։ Գնում կանգնում է մի հաստապուն ծառի կողքին ու միտքին անում։ Ոնց անեմ, ինչպես անեմ, որ գործս հեշտացվեր։ Որոշում է, որ պետք է սելը կանգնեցնի ուղիղ ծառի կողքին, դե որ ծառը հենց կտրի, ուղիղ կընկնի սելի մեջ, կքշի կգնա տուն։ Վերցնում է կացին ու տուր թե գտաս, Միներ այդ ծառը ճռոցով ընկնում է ուղիղ սելի վրա։ Եզներին լղջում սատկացնում։ Ամանաման։ Սա էլ կնոջահից վախենում է տուն գնա, գնում թաքնվում է թփերի մեջ։ Միներ երեխեք ջան, այդ թփերից գլուխը բարձրացնում է ինչ տեսնի։ Ինչ։ Այդ թփերի կողքով մի հսկայական գետ է հոսում։ Գետում է լողում են 3 բադ։ Վերցնում է կացինը, որ այդ բադերին որսա ու հոպ։ Բադերը թրջում են։ Կացինն էլ ջրում կորչում է։ Որոշում է շորերը հանի, մտնի ջուրը, որպեսզի կացինը դուրս բերի, միներ այդ բանին հարևաններն ասկենալիս են լինում, տեսնում են այս Փանոսի շորերը, ճանաչում են ու ձայն են տալիս. Փանոս, Փանոսը չկա, վախենում է դուրս գա թփերից։ Սրանք էլ որոշում են, որ Փանոսն էլ չկա, տանում են շորերը տալիս են կնոջն ասում են, թե բա ամուսինդ խեղդվել է։ Ո՞վ Բայց այդպես է չհասկացանք, հիմա այս Փանոսը կա, չկա, դու գիտեք, կա։ Չհասկացա։ Ինչ ես կամներ շաշում ազդրից անում եմ, շուտ արագ գնա, խեղճանասունների սարը տալ, քանի դեր սովից է չես ասկել։ Դու այս շաշ կնի։ Շաշը։ Ոչ խարը վաղուց գոմումնա։ Ոնց, օրը ցերեկը ոչ կարասալիցը հետ ես բերել։ Շաշ, լրիվ շաշ, բա հոստարումը չէի կողնելու, բա որ գայլերը տանեին է։